Ուրեմն աշխարհով ես իմ կոլաբորանտներով կոլաբորանտների պատմությունը, թե ասա, ինչի պիտի ես հասնեի օրին, որ այդ պատմությունը ուսումնասիրեի, ինչևէ այդ երկարատև պատմությունները ուսումնասիրելուց հետո ես երկու ընդհանրացում նկատեցի, ընդհանրացում համար 1 բոլոր այդ կոլաբորանտներ ասեմ, հեղափոխականներ ասեմ, դիկտատորներ ասեմ, որ նույնը խոսում են ֆալցետով, ճղճղան ֆալցետով, բոլորի ճառերը լսում եմ, ճիշտ է չեմ հասկանում հոլանդերեն, բայց խոսում են ֆալցետով, եւ երկրորդը, այդ մեկը կոլաբորանտների օգտին կներեք, նրանք բոլորը վստահ են, ուղղակի 100% վստահ են, որ բարեգործություն են անում իրենց երկրի եւ ժողովրդի համար։ Եվ ուրեմն այդ կոլաբորանտներից մեկը հոլանդական Նիդերլանդների ժամանակավոր այսպես ղեկավարն էր, նացիոնալ-սոցիալիստական պարտիայի հիմնադիրը եւ հիմնական լիդերը Անտոն Մյուսերտը, շատերը ասում են Մասերտ, ես չեմ կարող դա հոլանդերեն ճիշտ արտասանել։ Ուրեմն այս մարդը վստահ էր, որ Հիտլերը շատ կիրթ է, չէ, նույնիսկ կիրթ չի, մեծ է, ինչպես Պետենը, եւ ստեղծվում է նոր Եվրոպա։ Եվ այդ նոր Եվրոպային պետքա նոր թրիփ։ Եվ ինքը ասում էր, որ Մյուսերտը ասում էր, որ այ միացյալ Գերմանիայի կազմում բոլոր ժողովուրդները Եվրոպայի վերջապես կըմբռնեն իրենց հիմնական առաքելությունը, կլինեն զորավոր, լավ առևտուր կանեն, կհարստանան, կարճ ասած ծանոթ պատմություն է, չէ, բոլորիս համար, բայց Մյուսերտը ուղղակի վստահ էր, որ ինքը դրանով փրկում է հոլանդական ժողովրդին հետագա պատերազմի վտանգներից, B կարողանում է լրացուցիչ զորեղություն եւ ապահովություն հաղորդել։ Դե իսկ կողքից էլ գալիս են հաճելի բոնուսներ, որտեղ ոչ մի կոլաբորանտ համաձայն չի հենց այնպես բարօրություն պարգևելի ժողովրդին։ Դրա համար պետք են պարգևավճարներ, երկիրը ղեկավարելու նվերներ, այսինքն բոլոր կոլաբորանտները նացիզմից եւ այլ տիպի իմպերիական, ֆաշիստական, բոլշևիկյան տեղերից ստանում էին արտոնագիր դառնալու տվյալ ռեգիոնի փոխարքա, իսկ Մյուսերտը այնքան էր կատաղել, որ ուզում էր, որ վերջնական լինի ընդհանուր ռայխ, Նիդերլանդներն էլ մտնեն ռայխի մեջ, վիլայետ դառնան, չէ, վիլայետ չդառնան, դրանից հետո էլ ինքը դառնա Հիտլերի փոխկանցլեր, ինչ լավ պերսպեկտիվա է, ոչ միայն փրկում է, այլ նաև ապահովում է իր փայլուն քաղաքական ապագան, ինչ լավ է, չէ, կոլաբորացիան այդպես է, խոսում ես ֆալցետով, ցանկանում ես ամենայն բարիք, իսկ հետո դառնում է այն ինչ որ դառնում է, որովհետև նա վստահ էր, որ գոնե իր նվիրումը Հիտլերին, իր խաղաղության տենչանքները կբերեն նրան, որ Նիդերլանդներում կլինի մի փոքր այլ ռեժիմ, բայց չի լինում մի փոքր այլ ռեժիմ, սիրելիներս նման բան չի լինում, եւ դրա համար առաջի հերթին ինչ արեց Հիտլերը, Մյուսերտի ճառերի վրա խորագույնս թքած ունենալու հայտարարեց, որ Նիդերլանդների ոստիկանությունը պետք է բռնի եւ ճամբարներ աքսորի հրեաների։ Մյուսերտը խնդրեց, աղաչեց, պաղատեց, որ գոնե իր կուսակցության հրեաներին չկպնեն, բայց դա չօգնեց եւ այդ ժամանակ սկսվեցին մամուլով հեքիաթներ տարածվել, որ այն գերիները, այն հրեա գերիները, որոնք գտնվում են տարբեր բանտերում, իրականում գտնվում են եւ ճամբարներում, իրականում գտնվում են շատ լավ պայմաններում, իրենց շատ լավ են նայում, դա ընդհանրապես աշխատանքային ճամբար է, հիշում եք, Arbeit macht frei, աշխատանքը ազատում է մարդուն, թե ինչից, կյանքից երևի, եւ փորձեցին դրանով
ինչ ծանոթ է չէ կոլաբորացիայի համար, ապացուցել, որ գերմանացիները ախր շատ բարի են ու բնավ չեն տանջում հրեաներին եւ ընդհանրապես բոլորը հեքիաթներ են, բայց Նիդերլանդների ժողովուրդը երևի ավելի պատվախնդիր էր, որտեղ նրանք սկսեցին թաքցնել հրեաներին, բարձրացավ ուժեղ դիմադրություն։ Մյուսերտը զարմանում էր նրանից, որ իր փոխանորդները ավելի մտան Հիտլերի աչքը, որովհետև սկսեցին այն որ կոչվում է round-up, ինչ որ մենք ռուսերեն ասում են աբլավա, հրեաների, կոմունիստների եւ բոլոր դիմադրության, հոլանդական դիմադրության այն մարդկանց վրա, ովքեր հակառակվում են ռեժիմին, հարյուրներով, հազարներով գնդակահարում են եւ բարօրություն խոստացած մյուսերտը մատը մատին Անտոն, այսպես ասած, մատը մատին չտվեց։ Վերջում էլ Հիտլերը նրան մի կողմ շպրտեց, իբրև խոտան, ասաց մենք այսպես թե այնպես Նիդերլանդները գրավել ենք հեշտությամբ, իսկ քո կոլաբորացիան այնքան էլ օգուտ չի բերում, որովհետև քո ժողովուրդը քեզ չի սիրում, իսկ այո, հոլանդացիները մյուսերտին նշանակել էին գերմանական օկուպացիայի թիվ 1 մեղավորը, նա թիվ 1 մեղավորն էր, բայց թիվ 1 պատասխանատուն չէր, բայց դրանից ոչինչ չէր փոխվում 46 թվականին գեոպոլիտիկայի փոփոխությունից հետո մյուսերտին գնդակահարեցին, այն ամեն ինչ պետք է իմանալ օկուպացիայի եւ կոլաբորացիայի մասին։